Շնորհակալություն, կառավարության հարգելի անդամներ, հարցս ուղղում եմ կրթության, գիտության, սպորտի եւ մշակույթի նախարար Ժաննա Անդրեասյանին։ Տիկին Անդրեասյան, մի խումբ ծնողներ դիմել են ինձ եւ խնդրել են, որպեսզի բարձրաձայնեմ այս հարցը։ Խոսքը նրա մասին է, որ եթե երեխան ինչ-ինչ հանգամանքներով դպրոց է ընդունվում 7 տարեկանում, ապա պետք է անմիջապես հաճախի երկրորդ դասարան եւ այստեղ հարց են բարձրացնում, որ մի փոքր դժվար կլինի արդեն իսկ առաջին դասարանում սովորած երեխաների հետ դասը կազմակերպել։ Ես կարծում եմ, որ 7 տարեկանում երեխան առնվազն պետք է տառաճանաչ լինի, բայց խնդրում եմ նաեւ դուք մեկնաբանեք այս որոշումը։ Շնորհակալություն։ Հարցին կպատասխանի Ժաննա Անդրեասյանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար։ Շնորհակալություն տիկին Պողոսյան, հարցի համար։ Նախ ուզում եմ պարզաբանել ինչի մասին է խոսքը, գիտեք, որ մեզ մոտ ոլորտի օրենսդրությամբ պարտադիր է, որ երեխաները պետք է դպրոց հաճախեն այն տարում, երբ որ լրանում է իրենց 6 տարեկանը։ Այսինքն, եթե որևէ երեխայի 6 տարեկանը լրանում է ընդհուպ մինչև այս տարվա դեկտեմբերի 31-ը, ապա երեխան պետք է հենց այս տարվա սեպտեմբերից հաճախի դպրոց։ Եվ այն պարագայում, երբ դա տեղի չի ունենում, երեխան համարվում է պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխա։ Եվ սա ունենում է իր համապատասխան հետևանքները, եւ ես ուզում եմ ձեզ մի պարզ օրինակ բերել, երբ որ կառավարության ծրագրին համապատասխան մենք սկսեցինք լրջորեն զբաղվել պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների նախ դուրս մնալու պատճառների ուսումնասիրմամբ եւ այդ խմբերի ի հայտ բերմամբ, պարզ դարձավ, որ ամենամեծ խմբերից մեկը հենց այն երեխաներն են, որոնց 6 տարեկանը լրացել է, սակայն որոնք դեռևս դպրոց չեն գնում։ Եվ սա ունենում է էական ազդեցություն նաեւ երկրի միջազգային վարկանիշների եւ համապատասխան սանդղակներում ունեցած դիրքի ուղղությամբ, ինչպես նաեւ ստեղծում է բազմաթիվ խնդիրներ հենց այս երեխաների համար։ Էլ ավելի հետաքրքիր վիճակագրություն բացահայտեցինք, որ իրականում ուշ դպրոց գնացող երեխաների մեծ մասը արական սեռի երեխաներ են։ Եվ ակնհայտ է, որ ծնողների մի զգալի մասը այդպես էր վարվում այն պատճառներով, որ դա նաև հետագայում զինծառայության հետ կապված խնդիրներից թույլ էր տալիս ինչ-որ այլևալ ուղիներ գտնել եւ առնվազն 1 տարի ավել ժամանակ ունենալ այդ հարցերի կարգավորմամբ զբաղվելու։ Եվ պարզ էր, որ այստեղ այս արհեստական իրավիճակը փոխելու կարիք կա։ Մենք նման փոփոխությունը իրականացրել ենք 2024 թվականի գարնանը, նեղություն 23 թվականի գարնանը, եւ դա ուժի մեջ է մտել այս տարի, ինչը նշանակում է, որ բավականին երկար ժամանակ մեր ծնողները տեղյակ են եղել, որ այսուհետ մենք խստիվ հետևելու ենք, որպեսզի երեխաները դպրոց գնան ժամանակին։ Միևնույն ժամանակ մենք հասկանում ենք, որ կան դեպքեր, երբ սա չի բխում երեխայի լավագույն շահից, օրինակ, երբ որ մտավոր զարգացման լուրջ խնդիրներ կան։ Եվ նաև համապատասխան փոփոխություններն իրականացրել ենք, որ բոլոր այս դեպքերում երեխաները չնայած 7 տարեկան լինելուն գնան այնուամենայնիվ առաջին դասարան։ Պետք է ձեզ ասեմ, որ մանկավարժական, հոգեբանական բոլոր հետազոտություններն ու չափումները ցույց են տալիս, որ երեխաները 7 տարեկանում սովորում են շատ ավելի արագ եւ բոլորովին կարիք չկա, որպեսզի 7 տարեկան երեխան 6 տարեկան երեխաների հետ այդ ծրագիրը անցնի եւ սա նրա զարգացման վրա թողնում է բոլորովին ոչ դրական ազդեցություն եւ այս պահին պետության կիրառած գործիքակազմը, օրինակ մեր երկարօրյա ծառայությունը, որը հնարավորություն է տալիս հավելյալ աշխատանք տանել երեխաների հետ, միանգամայն ստեղծում է պայմաններ, որպեսզի երեխաները հետ չմնան եւ շատ արագ միանան իրենց դասընկերների ռիթմին։ Ժամանակն ավարտվեց, եթե արձագանքեք, հավելյալ կպարզաբանեմ։ Ունեք արձագանք։ Շնորհակալություն, արձագանք չունեմ, եթե շարունակելու բան ունեք, խնդրեմ։ Ես ուղղակի կուզեմ ընդգծել, որ մենք հատուկ մոնիտորինգ ենք իրականացնում այն երեխաների խմբի նկատմամբ, ովքեր այս տարի ստացվում է, որ ավելի ուշ գնալով միանգամից երկրորդ դասարանում են հայտնվել, ամենամսյա նաև տվյալներ ենք հավաքագրում, որպեսզի տեսնենք երեխաների առաջընթացը եւ պետք է ասեմ, որ մեր շատ երեխաներ արդեն հաջողությամբ յուրացրել են այն բոլոր
գիտելիքները, որոնք պետք է առաջին դասարանի ավարտին ունենային եւ բոլորովին խնդիր չունեն։ Ես ինքս առիթ եմ ունեցել վերջերս մեր որոշ ծնողների հետ խոսել, որոնք հենց նման մտավախություններով են երեխաներին տարել եւ իրենք էլ ուրախությամբ ընդունում էին, որ մտածում էին երեխան չի հասցնի, բայց հիմա հասկանում են, որ լրացուցիչ մի տարի չի կորցրել եւ առիթից օգտվելով հորդորում եմ մեր բոլոր ծնողներին այս տարի, եթե չկան լուրջ պատճառներ, որոնք ինչպես ես նշեցի, ամրագրված են օրենսդրությամբ եւ հնարավորություն են տալիս, որ երեխան առաջին դասարան գնա անկախ տարիքից, բոլոր մյուս դեպքերում երեխաներին ժամանակին տանել դպրոց, դա երեխայի զարգացման եւ կրթության իրավունքի կարևոր պայման է։ Շնորհակալություն։